Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակցիում ենք։ Հա տղես, Մամ, Մարիային չեմ գտնում, չեկավ տուն։ ինձ էլ թվաց թե գտել ես, բայ մա ինչ անենք։ Լավ, մի անհանգստացի, ես Սվետային կգտնեմ։ Դավիթ։ Ես ինչ ա վիճակդ։ Ինչ ա եղել Դավիթ։ Ամեն ինչ վերջացավ։ Ես Ռաֆին սպանել եմ։ Ինչ ես արել։ Ուշ թե շուտ լինելու էր։ Ես մեկը այդ պիտի անեի։ Կալանավորեք ինձ։ Ով պիտի ինձ գա տանի, ասեք թող գա։ Ինչ ես արել Դավիթ։ Ծեծել եմ։ Հետո տանակով խփել եմ։ Տեղը ցույց կտամ։ Հիմա ես արդեն ինձ հանգիստ եմ զգում, արդեն ինձ մարդ եմ զգում։ Հիմա ինչքան էլ եղածը չենք կարա փոխենք, ժամանակն էլ չենք կարա հետ տանք, ես ինձ մարդ եմ զգում։ Խնդրում եմ ձեզ Ռուբեն, ասեք թող գան ինձ տանեն։ Պարզ է, որ դուք չեք զբաղվելու իմ գործով, ես շատ ուրախ եմ, չեմ ուզում, որ դուք խառնվեք։ Ես խոսք եմ տալիս, որ խնդիրներ չեմ առաջացնի ձեր համար։ Խոսք եմ տալիս ամեն ինչ կասեմ, կխոստովանեմ։ Ու խոստանում եմ, որ քննության ընթացքին խնդիրներ չեմ առաջացնի։ Դու հիմա պատտվում ես ու գնում ես տեղից։ Գնում ես ուր ուզում ես։ Մենակ թե գնում ես տեղից։ Գնում ես ու սպասում ես իմ զանգին։ Գնա ստեղից Դավիթ, գնա, գնա ստեղից։ Դավիթ, գնա ստեղից։ Ոնց գնամ։ Ասում եմ մարդ եմ սպանել, ոնց գնամ։ Սուս մենակ, սուս։ Էլ չասես։ Էլ չլսեմ։ Էլ չլսեմ այդ խոսքը քո բերանից։ Ինձ նայի հանգստացի, դու մարդ չես սպանել, հիմա գնում ես տեղից, Դավիթ մենակ գնա ստեղից, ուր ուզում ես գնա, պաղկված, ոչինչ, պաղկվի, սպասի ինձ, սպասի իմ զանգին, դու եկել ես չէ իմ մոտ, ուրեմն գիտես չէ, որ ես ինչ-որ բան կարամ անեմ, եկել ես հասել ես ստեղ, ուրեմն լսի ինձ ինչ եմ ասում, գնա ստեղից, մենակ գնա։ Այսինքն հղիությունս վտանգված է։ Պետք չի այդքան վատ տրամադրվել։ Բայց դու պետք է անպայման հետազոտվես։ Մի փոքր հանգստացիր, հետո քեզ կուղեկցեն սոնոգրաֆիայի։ Լավ։ Իսկ դու չես ուզում զանգահարել, որ որևիցե մեկը գա քեզ մոտ։ Ընտանիքը տեղյակ է։ Ամեն դեպքում լավ կլիներ, որ գային, որպեսզի մենակ չլինեիր։ Ես մի բան կանեմ, Դավիթ։ Ես կգնամ դեպքի վայր ու քո հետ կապված բոլոր հետքերը կվերացնեմ։ Դու մենակ գնա տուն։ Խնդրում եմ քեզ։ Ինչ։ Այսինքն Դավիթ մի ստիպիր կրկնեմ այն ինչ որ հենց նոր ասեցի քեզ։ Ես իմ արածի չեմ փախնելու։
Ես ես ասել եմ, որ սպանելու եմ Ռաֆին ու գամ հանձնվեմ։ Արել եմ, ու միջև վերջ արածից տերն եմ։ Հիմա կարգին լավ տղա խաղալու ժամանակը չի։ Անում ես նենց, ոնց որ ես եմ ասում։ Ես այդ չեմ անելու։ Ու ես ընդհանրապես չեմ ուզում, որ դու կորցնեք այն հարգանքը, որը ունեք։ Եկեք փակենք այս թեման։ Ես հենց հիմա կգնամ ու խոստովանեմ ինչ եմ արել։ Ես շատ սխալ արեցի, որ եկա այստեղ։ Ես թքած ունեմ այդ հարգանքի վրա, այդ ուսադիրների վրա։ Ես կարամ հենց հիմա այդ ամեն ինչը մոռանամ, ես կարամ ասեմ, որ ես եմ դա արել, ու տենց էլ կանեմ։ Ինձ քո երջանկությունն է պետք, ինձ ձեր երջանկությունն է պետք, ոչ թե ձեր դժբախտությունը, հասկացի։ Այդ ինձ պետք չի, ես դրանով լավ մարդ չեմ դառնա, ես դրանով հարգանք չեմ վայելի։ Խնդրում եմ։ Գնա տուն Դավիթ, ու սպասի իմ զանգին։ Չէ։ Դու չես լսում ինչ եմ քեզ ասում։ Գնա տուն ասում եմ։ Տուն գնա Դավիթ։ Մարիան իմ կինն է։ Ու իմ աղջիկը։ Ես որպես հայր չպետք է թույլ տալ, որ քո ձեռքերը արունոտվեին։ Բայց ուշացա, ու հիմա պարտավոր եմ սխալս ուղղել։ Դու պատասխան չես տալու մի բանի համար, որը ես պետք է անեի։ Ես! Ես իրոք սխալ արեցի, որ եկա այստեղ ձեր մոտ։ Ես Ռաֆին սպանել եմ։ Սուսմանա։ Ես հիմա ձեռս քաշում եմ։ Ու հանկարծ ձենդ չլսեմ, Դավիթ։ Չասես էլ նման բան, չասես։ Թե չէ ես կմոռանամ, որ դու իմ աղջկա ամուսինն ես։ Ու լրիվ հարգանքը, այն որ քեզ տեղ եմ տվել։ Ամեն ինչ կմոռանամ, չկրկնես։ Դուք երևի այսքան ժամանակ ինձ լավ չեք ճանաչել։ Եթե ինձ ճանաչեիք, իմանայիք, որ ես չեմ համաձայնվելու ձեր ասածներին ու չեմ թողնելու գնամ։ Դուք իմ աղբոր հայրն եք։ Այն աղբորով 15 տարի առաջ ձեզ ապրելու շատ ունի ձեր կարիքը։ Դուք Մարիայի հայրն եք։ Ում համար դուք ուժի ու սիրո խորհրդանիշ եք։ Այդքանից հետո ես ոտի թուլամորտի նման պայեմ ու գնամ։ Ո՞նց։ Դավիթ, խնդրում եմ։ Շատ եմ խնդրում տղես։ Դու իմ վիճակն էլ հասկացի։ Ես հիմա շատ ծանր վիճակում եմ հայտնվել։ Խնդրում եմ, որ գնաս ստեղից։ Գնաս սպասես իմ զանգին։ Մնացածը ես կանեմ։ Ուղղակի խնդրում եմ, որպես հայր, որպես մեծ մարդ, որպես քեզ սիրող մարդ, որպես քեզ հարգող մարդ, խնդրում եմ, գնա տուն տղես։ Ես 1000 տարի արդեն ես համակարգում եմ աշխատում։ Ու առաջին անգամ է, որ օրենք եմ շրջանցում։ Առաջին դեպքն է, որ անում եմ մի բան, ինչի համար դուրս կշպրտեի ուրիշին աշխատանքից։ Ու ես ինձ չեմ ների, Դավիթ։ Եթե դու քո կյանքի մնացած մասը բերդում անցկացնես, ավելի լավ է ես ինձ որպես ոստիկան չհարգեմ, քան որպես մարդ։ Գնա, խնդրում եմ տղես։ Գնա։ Գնա սպասի իմ զանգին։ Կներեք, բայց չէ։ Ինձ մի փոքր ժամանակ տուր։ Նստիր ստեղ ինձ սպասի։ Գոնե այդ խնդրանքս մի մերժի։
Ալո։ Դավիթ, ես չգիտեմ դու հիմա ուր ես ու ինչով ես զբաղված, բայց դու հիմա Մարիային պետք ես։ Ինչ։ Այսինքն Երկար բարակ խոսելու ժամանակ չունեմ։ Քո աշխատավայրի դիմաց ենք հանդիպել, վատացավ, հիմա հիվանդանոցում է։ Լյուսի ինչ ես խոսում։ Ոնց է հիմա Մարիան։ Նորմալ, բայց ես դուրս եմ եկել։ Պետքա հասնեմ օդանավակայան, ժամանակ չունեմ։ Խնդրում եմ, ամեն բան մի կողմ դիր ու արի կնոջդ կողքին եղի, ինքը հիմա քո կարիքն ունի։ Լյուսի, խնդրում եմ, հետ գնա հիվանդանոց։ Ես հիմա նենց տեղում եմ, որ ընդհանրապես չեմ կարող կամ խնդրում եմ, գնա մոտը մնա։ Չեմ ուզում Մարիան մենակ մնա, խնդրում եմ Լյուսի։ Դավիթ, ինչ ես խոսում։ Դու հիմա արդեն պիտի հիվանդանոցի ճանապարհին լինեիր։ Լյուսի, հավատա, եթե ես կարանայի գայ վազելով կգայի հիվանդանոց, բայց չեմ կարա, չի ստացվում։ Խնդրում եմ քեզ գնա Մարիայի մոտ, հետս կապի մեջ մնա, հասկանամ ոնց է վիճակը։ Խնդրում եմ Լյուսի, ես քո համար ամեն ինչ կանեմ։ Խնդրում եմ։ Էս ինչ ա եղել, ուր եք տանում։ Անհանգստանալ պետք չի, ուղղակի սոնոգրաֆիա ենք անելու։ Դու ինչի հետ եկար։ Խաչատրյան նստի։ Խաչատրյան, ճիշտ է, մենք նախկինում խնդիրներ ենք ունեցել, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Դու ապացուցել ես, որ ես կարող եմ քեզ վստահել։ Գործը շատ լուրջ է։ Ու ես չգիտեմ, ինչից սկսեմ։ Ես կասեմ։ Օֆա կզանգեմ։ Վստահ ես, չէ՞։ Ինչ ա եղել։ Այս պահին ոչ մի բան չենք անում։ Բան պետք է ճշտեմ։ Ինչ։ Կասեմ, սպասի։ Ոչ մի բան չանես։ Խաչատրյան արի հետս։ Հա, բայց ինչ պիտի ճշտեք։ Դավիթ, ես չգիտեի, որ Մարիան հղի է։ Ես չգիտեմ ձեր մեջ ինչ ա կատարվել, որ դու անգամ Մարիայի հղիության փաստը հաշվի չես առնում, բայց խնդրում եմ վերանայի որոշումդ։ Հասկացի, որ Աստված քեզ ամենալավ նվերն է արել։ Դու ընտանիք ունես։ Ու Աստված քեզ երեխայով ա օրհնել։ Հասկացիր, որ դրանից վեր արժեքներ չկան։ Սկզբունք, վախ, մտածմունքներ, դրանք բոլորը զրո են ես հրաշքի առաջ։ Դավիթ, դու սիրում ես Մարիային։ Մարիան էլ քեզ ա սիրում։ Այս ամեն ինչն այնքան անիմաստ է։
Դու հիմա պատասխանատու ես այդ երեխայի առաջ։ Դու չես կարող ուղակի խաչ քաշել ու հեռանալ։ Այն դեպքում, երբ Մարիան հղի է ու քո երեխային է սպասում։ Ինչ է անելու, երբ երեխան ծնվի, կամ ում գիրկն են տալու երեխային մորից հետո։ Ինչի ես այդ անմեղ երեխուն դեռ չծնված զրկում ամենամեծ սիրուց, Դավիթ։ Ես գիտեմ, որ դու այդքան անպատասխանատու ու ստոր մարդ չես։ Ես վստահ եմ, որ դու զանգելու ես ինձ ու ցույց ես տալու քո սիրուն ընտանիքը։ Ապուլ զանգում եմ, չես պատասխանում, ուշադիր լսի ինչ եմ ասում, ու հանգիստ քեզ կպահես, շատ ուշադիր լսի Ապուլ, որովհետև չգիտեմ էլ երբ կկարողանանք խոսել։ Ոնց ես։ Լավ եմ։ Դու պետքա քեզ լավ նայես։ Ասեցին, որ տոնուս ունես։ Իսկ այդ վտանգավոր է։ Խնդրում եմ ուժ գտի քո մեջ ու պայքարի քո երեխայի համար։ Շնորհակալ եմ, որ անհանգստանում ես։ Ես վստահ եմ, որ Դավիթը կգա։ Վստահ եմ։ Հիմա ես գնամ, որ թռիչքիցս չուշանամ։ Բայց սպասելու եմ, որ մի լավ լուրով ինձ զանգեք։ Ես Մարիային վստահեցրել եմ, որ գնալու ես իր հետևից։ Խնդրում եմ, հուսախաբ չանես։ Թող գոնե քո կյանքում գնալուցս առաջ մի լավ բան արեն։ Ինձ բժիշկը ասեց, որ արդեն լավ եմ, կարող եմ տուն գնալ։ Հա, բայց պետքա հանգիստ լինեք ու բժշկի նշանակումներին հետևեք։ Առողջություն ձեզ։ Ալո։ Մարիա, ես գալիս եմ ձեր տուն։ Դուրս կգաս, որ խոսենք։ Չեմ կարող, Ապուլ։ Մարիա, կարևոր խոսելու բան եմ հետդ։ Տատիի մոտ չեմ կարող խոսել, դուրս կգաս։ Ես տանը չեմ։ Կասես ինչա կատարվում, ինչ ես վիճակում։ Մարիա, ես չգիտեմ որտեղ ես։ Բայց այլ ժամանակ չկա։ Կներես, որ ասելու եմ։ Ես զարմանում եմ, որ մինչև հիմա չես իմացել։ Մարիա, հիմա ինչ ասում եմ քեզ, խնդրում եմ հանգիստ լինես։ Մարիա, խնդրում եմ ուշադիր լսի ինձ։ Ապուլ, արագ կասես ինչ ա եղել։ Մարիա, խնդրում եմ։ Ապուլ, խնդրում եմ քեզ, ես այս վիճակից արդեն վատանում եմ, կլինի խոսես։ Մարիա, Դավիթը Ռաֆին է սպանել։ Ալո, Մարիա։
Ինչի եք եկել։ Մենք բան ենք պայմանավորվել, ինչի եք եկել։ Ռուբենը գնաց։ Հենց հիմա գնացեք ստեղից։ Գնացեք տուն կամ ավելի լավ Մարիայի մոտ գնացեք։ Ես արդեն ամեն ինչ ասել եմ, ամեն ինչ խոստովանել եմ, ձեր ստեղ գալը իմաստ չունի ու հանկարծ չփորձվեք ասել, որ այդ դանակը ձեր տնից եք վերցրել։ Այդ արդեն ոչ մի բան չի փոխելու։ Ռուբենը քեզ բան չի ասել։ Ինչ պիտի ասի ինձ։ Գնաց ինչ որ բան ճշտի գա։ Ես շտապօգնություն եմ զանգել։ Ռաֆը հիմա հիվանդանոցում։ Ինչ։ Այսինքն Օֆա դու հասկանում ես ինչ ես արել։ Ինչ ես արել, Օֆա։ Դե հիմա աղոթի որ սրա տակից էլ դուրս գանք։ Ինչ աստեղ կատարում ձյազ Ռուբեն։ Ռաֆին վիրահատում են, ու ես չգիտեմ այդ վիրահատությունը ոնց կավարտվի, ու ես ընդհանրապես ոչ մի բան չգիտեմ։ Խնդրանքս հետևյալն է, անում եք այն ինչ որ ասում եմ, ու արագ եք անում։ Հիմա գնում եք տուն։ Ոչ մեկի հետ չեք խոսում, ոչ մեկին չեք պատմում։ Պարզա։ Գնացեք։ Ինչ ես արել։ Ինչ ես արել։ Ես քեզ խնդրեցի, որ ոչ մի բան չանես։ Արդեն էլ ոչ մի բան չենք կարա հետ բերենք։ Հիմա ինչ ա լինելու։ Դու հասկանում ես, որ դու քո կյանքը խորտակեցիր։ Դու Աբուլին ես մենակ թողնելու։ Հիմա ինչ ա լինելու։ Ով է քեզ ասել։ Աբուլը։ Հանգստացի Մարիա։ Այդ անասունը չի մեռել։ Հիվանդանոցում է։ Վստահ եմ, որ սպանել եմ։ Բայց 7 կյանք ունի։ Դավիթ, ամեն ինչ լավ է լինելու։ Պետք է լավ լինի։ Ես վստահ եմ, որ այդպես է լինելու։ Դու ոչ մի բանում մեղավոր չես, դու չպետք է պատասխան տաս։ Պարոն Դավթյան, չեմ ուզում ժամանակից առաջ անցնել, բայց վիճակը կրիտիկական չի։ Գնա հիվանդանոցում մնա։
Այսինքն պապան ամեն ինչ գիտի։ Հա, Ռաֆը չի մեռնի։ Հաստատ չի մեռնի, ես այդ զգում եմ։ Իսկ պապան ամեն ինչ կանի քեզ օգնելու համար։ Մենակ թե խնդրում եմ, դու այստեղից հեռու գնա, շատ հեռու գնա, Դավիթ։ Մենք մի օր որոշեցինք, որ պետք է մի ճանապարհով գնանք։ Բայց մեր ճանապարհները բաժանվեցին։ Ինչ է լինի, ես չեմ կարողանում հետ չնայել։ Չնայել այն ճանապարհին, որտեղ քեզ մենակ եմ թողել։ Ու վստահ եմ, որ երկուսս էլ չենք կարող ապրել առանց հետ նայելու։ Այդ անհնար է։ Իմ համար ամենակարևորն է նա, որ դու լավ լինես, որ ես իմանամ դու լավ ես, խնդրում եմ հեռու գնա։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Իսկ ես վստահ եմ, որ դու էլ ինձ ամեն ինչից ու բոլորից շատ ես սիրում։ Դավիթ, ես նույնիսկ մտքով չէի կարող քեզ դավաճանել։ ես այդ գիտեմ։ Բայց մեզ բաժանեցին, չէ։ Հիմա մենք ստիպված ենք իրարից հեռու ապրել։ Դավիթ, խնդրում եմ քեզ հեռու գնա այստեղից։ Շատ եմ խնդրում հեռու գնա։ Այնպես արա, որ ես իմանամ, որ դու լավ ես, որ կարողանամ ապրել, խնդրում եմ։ Ես հիմա ոչ մի տեղ չեմ կարող գնամ։ Պիտի սպասենք։ Հիմա ոնց ես։ Լավ եմ։ Անհանգիստ էի քո համար։ Գնացել էի աշխատանքիդ վայրը։ Ու Լուսին տեսա։ Հա, գիտեմ։ Ասես, որ ինքն է քեզ բերել։ Լուսին լավ աղջիկ է։ Մի քանի օր է ինձ ճանաչում եմ։ Պատահական մեքենային խփել էի։ Ու տենց։ Ես չեմ ուզում, որ դու արդարանաս։ Իսկ ես չեմ ուզում, որ քո մտքով հանկարծ անցնի։ Դավիթ, իմ համար ամենակարևորն է նա, որ ես իմանամ դու լավ ես, որ այս ամեն ինչը վերջացել է։ Տատիկն է։ Երևի անհանգստությունից տեղը չի գտնում։ Ասա, որ իմ հետ ես, ու որ ես քեզ տուն կտանեմ։ Ասա։ Վիրահատությունը ավարտվեց։ Ես բան վիճակ կայունամ։ Առավոտը ամեն ինչ պարզ կլինի։ Ու մեկ էլ մի բան։ Ռաֆ իրերը արգրավել ենք։ Հեռախոսը մոտս է։ Պապ։ Պապ, ես Դավիթին տեսել եմ։ Մամայի հետ եմ խոսել, ամեն ինչ գիտեմ, խնդրում եմ, ասա ինչ է կատարվում։ Ես Դավիթին խնդրեցի, որ այստեղից գնա, բայց չհամաձայնվեց, խնդրում եմ, ասա Դավիթին ինչ է սպասվում, պապ։ Բալես, այս պահին ոչ մի կոնկրետ բան ասել չեմ կարող։ Մենակ կարամ ասեմ, որ Ռաֆի վիճակը կայուն է, բայց այդ չի նշանակում։ Այդ չի նշանակում, որ Դավիթի դեմ գործ չեն հարուցելու։
Մոլես։ Դավիթին մենակ մի բան կփրկի։ Որ կարողանանք ապացուցել, որ ինքնապաշտպանություն ա եղել։ Հələ դեռ չգիտենք Ռաֆը ինչ ասելու։ Պարոն Դավթյան, Ռաֆի հեռախոսը փորձականություն է անցել եւ մեզ համար շատ օգտակար նյութեր են հայտնվել։ Ինչ առումով Խաչատրյան։ Գրիգի սպանության, որի մեջ եղածով մենք իսպառ կարող ենք բացառել Աբուլի մեղավորությունը։ Այսինքն Ռաֆը շատ խորամանկ քայլ է փորձել կատարի, բայց կամ սխալ հաշվարկ է կատարել, կամ ինքնավստահությունը շատ մեծ է եղել։ Բայց ամեն դեպքում Ռաֆի հեռախոսի մեջի նկարներով մենք ավելի շատ կօգտվենք։ Էլ չեմ դիմանում Խաչատրյան, ինչ եք գտել։ Ինչ է նկարել այդ լակոտը։ Ռաֆի հեռախոսում բացի նկարներից տեսագրություն կա, որտեղ ռեակցիաներից հստակ երևում է, որ Աբուլը առաջին անգամ է տեսնում Գրիգի դիակը։ Բայց այսքանով պատմությունը չի ավարտվում։ Ռաֆը մնացել է ու նկարել է, թե ինչպես երկու հոգի գալիս են եւ փորձում են հասկանան Գրիգը մահացած է թե չէ։ Խոսակցությունները անգամ լսելի են, որտեղ հստակ երևում է ինչպես են մեկը մյուսին մեղադրում սպանության մեջ։ Վայ ես դրանց։ Ես արդեն հանձնարարել եմ, փորձում են պարզել դրանց ինքնությունը։ Բայց լավ բան ասիր Խաչատրյան։ Փաստորեն Աբուլիս վրայից դուրս է գալիս համ կասկածները, համ մեղադրանքը։ Գետնի տակից էլ լինի գտնում ես այդ տականքներին։ Ու մի բան էլ։ Ռաֆի ինքնազգացողությունը բավականին լավ է։ 2-3 օրից կարող ենք հարցաքննել։ Չմոռանանք, որ արտաքին սպանությունն էլ պետք է խոստովանի։ Տղես, հետդ շատ կարևոր բան ունեմ խոսելու։ Բաժնից ես հիմա դուրս եմ գալիս, քեզ հասցենք ուղարկեմ ուր գաս։ Մանրամասներից տեղյակ ես ինձ պահում։ Մի նորություն էլ կա։ Եվ Լիլիթի մասին։ Ես հիմա երկու բանի համար եմ զղջում։ Մեկը, որ այդ անասունը ողջ է, մեկն էլ, որ թույլ տվեցի, որ իմ փոխարեն Դավիթն անի այդ։ Մամ, սխալ ես։ Ես հիմա աղոթում եմ, որ Ռաֆը լավ լինի։ Որովհետև Դավիթի ճակատագիրը իրենից է կախված։ Հենց դրա համար էլ ասում եմ, որ երկու բանի համար։ Ես չգիտեմ ինձ ինչքան է մնացել ապրելու։ Գոնե միջև գնալս այդ կարևոր գործը անեի, որ հոգիս հանգիստ գնայի։ Մամ, ինչի ես սենց խոսում։ Ինչի ես սենց ասում։ Գոնե դու ինձ հասկանայր։ Գոնե դու ինձ խղճայր։ Ես երկար տարիներ առանց քեզ եմ եղել։ Ես քո կարիքը այնքան շատ ունեմ, ու հետո ավելի շատ եմ ունենալու։ Դու խոստացել էիր, որ հանուն ինձ պայքարելու ես։ Խնդրում եմ քեզ, մամ։
Խնդրում եմ ինձ մենակ մի թող։ Կներես ինձ բոլես։ Կներես։ Այսինքն Ռաֆի նկարածի մեջ երևում են դրանք։ Հա, տղես, շատ պարզ երևում են։ Ու Խաչատրյանը զբաղվում է այդ հարցով, դրանց հարցով։ Շուտով կգտնենք։ Ես մինչև դրանց չսատկացնեմ սիրտս չի հանգստանա։ Չեղավ, Աբուլ, չեղավ։ Դրանք իմ աղբոր կյանքն են խլել։ Աբուլ, ես հասկանում եմ, քո ցավն էլ, քո վիշտն էլ, քո բարկությունն էլ, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, բայց ես թույլ չեմ տա, որ դու տաք գլխով սխալ որոշումներ կայացնես ու դրանց տակից դուրս չգաս։ Բայց գոնե կիմանամ վրեժս լուծել եմ։ Քո վրեժը, այդ իմ վրեժն է։ Ես վերցում եմ իմ վրա։ Ու հաստատ ես դրանց ավելի դաժան պատիժ կտամ, քան քո սատկացնելն է։ Հավատում ես, չէ՞ ինձ։ Ես քեզ ամենաշատն եմ հավատում։ Ալո։ Դե արի, սպասում եմ։ Ում ենք սպասում։ Գգակ իմանաս։ Բայց Աբուլ, նոր ասացիր, որ ինձ հավատում ես։ Տենց չի։ Հա, այդ տենց է, բայց չիմանամ ով է գալիս։ Ուզում եմ անակնկալ լինի։ Լավ, գոնե մոտավոր ասա, ով է գալիս։ Աբուլ, կգա, կիմանաս։ Բա Դավիթի մասով ինչ կա, ոչ մի բան չասեցիր։ Կասեմ, տղես, ամեն ինչ կասեմ։ Հա, Խաչատրյան։ Պարոն Դավթյան, գտել ենք դրանց, արդեն բաժնում են։ Էդ ինչ լավ բան ասեցիր։ Ես մի ժամից բաժնում կլինեմ։ Լավ։ Հավատս չի գալիս, ես ինչ լավ օր է։ Ինչ է եղել։ Գտել են դրանց։ Բայց հիմա չենք մոռանում, որ կարևոր մարդ ենք սպասում։ Ես հենց նոր դուրս եկա բաժնից։ Այս պահին գործ կա հարուցված, բայց դեռ ընթացք չեն տալու։ Ես երկրից բացակայել չեմ կարող, բայց այս ընթացքում հեռու կլինեմ ու որոշ ժամանակ ընդհանրապես ոչ մեկին չեմ հանդիպի։ Մենակ մնալ է ինձ պետք։ Աբուլին խնդրել եմ, որ քեզ մենակ չթողնի, չնայած գիտեմ, որ դու մենակ չես մնա։ Քեզ էլ ուզում եմ խնդրեմ, որ դու էլ Աբուլին մենակ չթողնես։ Լավ մնա։ Մարիա, ինչ է կատարվում։ Ես հենց նոր իմացա, ինչի ինձ չես զանգե։ Ուր է հիմա Դավիթը։ Ահա։ Ահա եւ մեր սպասված մարդը։ Դու լավ գիտես, որ ես եկող վտանգ զգում եմ։ Գիտես, որ վատ երազներ եմ տեսնում ու դրանք կատարվում են։ Ես քանի օր վատ կանխազգացում ունեի, զգում էի, որ մի բան լինելու է։ Պապան ասեց, որ Դավիթին կօգնի, որ այնպես կանի, որ պայմանական դատվածություն կլինի։
Հիմա Դավիթ ուզում է քաղաքից գնա։ Ուզում է բոլորից հեռու մնա, բայց ես շատ լավ եմ հասկանում, որ ինքը հենց ինձնից է գնում։ Ուղղակի երկրից գնալու իրավունք չունի։ Ես վերջնականապես Դավիթին կորցրեցի ան։ Ես զգում էի, իրոք զգում էի, որ վտանգ է գալիս։ Միտեղ կարդացել եմ։ Ասվում էր, որ իրական սերը անավարտ է մնում։ Ան հիմա Ռաֆի դատն է գնում։ Խոստովանել է, որ Արտակին ինքն է սպանել։ Ու չգիտեմ ոնց Դավիթի դեմ ոչ մի բողոք չի ներկայացրել։ Ինձ թվում է պապան է հետը խոսել։ Կամ համոզել է, կամ էլ ստիպել, ճիշտն ասած չգիտեմ։ Այդ մասով իհարկե դատ կլինի, բայց ոչ մաման, ոչ Դավիթը չեն ազատազրկվի։ Ավելին ասեմ, մամայի անունը գործում չկա։ Իսկ դու Դավիթին տեսել ես։ Գիտեմ, որ այս ընթացքում եկել է ու հարցաքննության է մասնակցել, բայց չեմ տեսել։ Ռաֆի մաման է եկել, ամբողջ օրը բաժնում է։ Ինձ թվում էր, որ այդ դժոխքը ավարտվել է, բայց ես դեռ այդ նույն դժոխքի մեջ եմ։ Մարիան, նենց կուզեի հիմա քո կողքին լինեի, բայց եթե հիմա էլ հետացկեմ ավետի հետ ծնողների հանդիպումը, շատ վատ կլինի, ախր։ Դու նման բան չես անի։ Դու կգնաս այնտեղ ու հետո ինձ կզանգես, կասես, որ դու շատ երջանիկ ես։ Այդ քեզ տնային հանձնարարություն։ Բայց շուտ եմ գալու, հա, երկար ժամանակով չեմ գնում։ Ու համ էլ, ախր շատ եմ նեղում, երեխան ծնվելու է, իսկ ես իմ ուր եմ։ Անի դու գնա, հանգիստ գնա, ավետը քեզ է սպասում։ Ես մի քիչ էլ կզբոսնեմ։ Լավ։ Ես քեզ շատ էի կարոտել, Աբուլջան։ Երբ զանգեցիր ինձ ասեցիր, որ ուզում ես իմ հետ հանդիպես, լսածից չէի հավատում, տղես։ Ոնց որ միջև հիմա երազի մեջ լինեմ, ոնց որ դեռ քնած լինեմ։ Տատիկը ասեց, ուզում ես երկրից գնաս։ Հա, տղես։ Այս մենակությունը ինձ չօգնեց։ Ես ինձ չեմ գտնում։
Իսկ որ գնաս, այնտեղ մենակ չես լինելու։ Գոնե այդպես հեռավորության վրա կլինեմ տղես։ Գոնե կհասկանամ, որ քեզանից հեռու եմ ու նորից թաքուն չեմ ուզենա քեզ տեսնեմ։ Ես ճակատագրի հետ եմ հաշտվելու։ Ես քեզ լույս աշխարհ բերեցի, բայց այդպես էլ դու իմը չեղար տղես։ Գիտես այնքան դժվար ամեն օր քեզ տեսնել, բայց չկարողանալ քեզ մոտենալ։ Չկարողանալ քեզ գրկել։ Այդ ամեն ինչը շատ դժվար է ինձ համար։ Քեզ լրիվ ուրիշ աշխարհում են մեծացրել տղես։ Ինձանից խլելով։ Ես 15 տարի քեզանից անտեղյակ օրերս եմ մաշել։ Գիտես քանի անգամ եմ որոշել կյանքիս վերջ տալ, բայց ինձ մենակ մի հատ հույս ա փրկել, մի հույս, որ օրերից մի օր ես իմ երեխուն կգտնեմ։ Հա տղես։ Իմ երազանքը արդեն կատարվել է։ Ես քեզ գտել եմ։ Բայց հիմա ձեռքերս ավելի ա կապվել։ Դու ինձ օտարի պես ես վերաբերվում, օտարի աչքերով ես նայում։ Ես հիմա այստեղ եմ, որ խնդրեմ, ես էլ դու էլ մոռանանք անցյալը։ Ինչ ես ասում, Աբուլ ջան։ Դու մեղավոր չես ես կատարվածի մեջ։ Ես երկար եմ մտածել, ինձ անդադ հարցեր էի տալիս ու հասկացա, որ դու էլ ինպես զոհ ես եղել ես պատմության մեջ։ Ուղղակի դժվար է, երբ քեզ սովորած աշխարհից բերում են մի նոր աշխարհ։ Այդ բան բոլորը, ամեն ինչ օտար են թվում քեզ։ Ես հասկանում եմ քեզ։ Բայց ինչ ես այդ օտարությունը մենակ իմ հանդեպ զգում։ Դու ինչ-որ միջոցներ գտար Ռուբենի հետ շփվելու, բայց ինձ օտարի աչքերով ես նայում։ Սիրտս մղկտում է տղես։ Չէ, խնդրում եմ քեզ չմտածես, թե ես նախանձում եմ քո Ռուբենի շփմանը։ Չէ, Աբուլ ջան։ Ռուբենը քո հայրն է։ Ու ինչքան իմ սիրտն է ցավում, այնքան էլ իրանն է ցավում։ Ես շատ ուրախ եմ ձեր շփման համար։ Ուղղակի ես շատ եմ տխրում։ Սիրտը շատ է ցավում, շատ է մղկտում տղես։ Իմ կողքին հայր չի եղել։ Ես ինչ-որ մեկին պապա չեմ ասել, բայց իմ կողքին եղել է մայր։ Ամենացավալին հենց էդ է, որ ինձ օտար մարդ է մեծացրել։ Ու հիմա այդ ամեն ինչը հիշողությանս միջից մաքրելը շատ բարդ է։ Ու հիմա ես այստեղ եմ, որ իրար հետ մոռանանք անցյալը։ Չեմ ուզում դու քեզ դատապարտես մենակության։ Մի գնա երկրից։ Դու իմ կողքին կլինես։ Ես հիմա դրա համար եմ այստեղ։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ սկսենք զրոյից։ Մոռանանք անցյալը։ Հա, հասկանում եմ, սկզբից բարդ կլինի, բայց վստահ եմ, կհասնենք մի կետի, մի լավ կետի։ Հա, տղես, դու շատ ճիշտ ես ասում։ Ես շատ սխալ բան եմ անում, շատ։ Ստացվում է այնպես, որ ես փախնում եմ։ Չէ, ես պետք է քո կողքը մնամ։ Ես շատ անելիք ունեմ քո կողքը, Աբուլ ջան։ Ես քեզ պիտի ապացուցեմ, որ ես շատ լավ մայր եմ, հա, շատ։ Ես իհարկե քեզ չեմ խոստանում, որ Ռուբենի հետ կմիանամ ու դու լիարժեք ընտանիք կտեսնես։ Բայց ես քեզ խոստանում եմ, որ դու քո իսկական մորը կճանաչես։ Ու կզգաս այն սերը, ինչ որ ես եմ զգում քո հանդեպ։ Ես գիտեմ, որ իմ ասածը շատ բան չի փոխելու, բայց հույս ունենամ, որ մի փոքր լավ կողմ կտանի մեր հարաբերությունները։ Հա, սկզբից բարդ կլինի, բայց վստահ եմ, մենք կհասնենք մի կետի։ Հա, տղես, կհասնենք, անպայման կհասնենք։ Ես շատ երկար խոսել եմ Օֆայի հետ։
ու ուզում եմ իմանաս, որ ինքն է պատճառը եղել, որ ես ինձ հավաքել ու եկել եմ այստեղ։ Ինքն է ինձ փորձել ուժ տալ, ասել, որ ես քո հետ անպայման խոսեմ։ Դու գուցե օֆայն չներես, բայց ուզում եմ իմանաս, որ ինքն է պատճառը։ Դու ասել էիր, որ չես գալու։ Ասել էիր, որ էլ չենք հանդիպելու։ Բայց ես այսքան ամիս անդադար սպասել եմ։ Ես էլ եմ սպասել, Մարիա։ Դավիթ, բայց դու իմ տեղը գիտեիր, չէ՞։ Իսկ ես ինչքան էլ ուզեի, չէի կարող իմանալ, թե դու ուր ես։ Դու ասել էիր, որ մենք չպետք է հանդիպենք, որ մեր հանդիպելը սխալ է։ Պաստորեն, ես իմ որոշմանը չկարողացա տեր լինել։ Առանց քեզ ահավոր դժվար է, Մարիա։ Ես չեմ կարող։ Շատ հեշտ է որոշելը, ճիշտ ու սխալ անելը։ Մտածել, որ շատ բաներ ավելի կարևոր են, քան այն ինչ զգում ես, բայց ես չկարողացա։ Չգիտեմ դու ոնց, բայց ինձ մոտ չստացվեց։ Դու չես կարող ուղղակի պատկերացնես, թե այս ամիսների ընթացքում ոնց եմ ապրել։ Ես գլուխս բարձին էի դնում այն մտքով, որ առավոտյան քեզ կտեսնեմ, բայց առավոտյան էլ արթնանում էի ու հասկանում էի, որ դու չես գա, որ… Մարիա, ինչ եղավ։ Դավիթ, ինձ հիվանդանոց կտանես։ Արի։ Ես երբեք չեմ մտածել, որ մի օր կկարողանամ իմ կյանքում կատարվածի մասին խոսել այսքան հանգիստ ու խոսելուց էլ ձայնս չի դողա։ Բայց այսօր կարող եմ պատմել 1000 անգամ այն ինչի միջով անցել եմ ու ամեն պատմելուց հասկանալ, որ աշխարհում ոչինչ անհաղթահարելի չի ու որ ամեն փորձություն շատ կարևոր բանի համար է տրվում, շատ կարևոր հետոյի ու շատ թանկ ապագայի։ Ես ուրիշ մարդ էի դարձել։
Ես հանգցրել էի իմ ներսի բոլոր լույսերը ու հավատում էի, որ դա ես եմ, որ իմ նոր կերպարը հենց այդպիսինն է, բայց հիմա գիտեմ, որ լույսը երբեք չի մահանում, եթե կողքիդ կա մեկը, որ կարող է նորից բռնկել այն։ Միայն թե պիտի սպասես, համբերություն ունենաս ու հավատ սպասելու համար։ Սպասես, որ տրվի, սպասես, որ քո ժամանակը գա։ Ու եթե մի օր աղջկաս պատմեմ կյանքի մասին, մի շատ կարևոր բան կասեմ։ Երբ կզգաս, որ աշխարհը քանդվում է քո ներսում, երբ որ զգաս մենակ ես, հենց այդ պահին ինքդ քեզ ասա, որ դու ես քո հետ, որ դու կաս, որ եթե մի ձեռքդ դեռ կարողանում ես մոտեցնել սրտիդ ու զգալ զարկերը, ուրեմն նորից կկառուցես քո աշխարհը։ Դու երբեք մենակ չես, քանի դեռ ինքդ քեզ չես դավաճանել։ Սա ամենակարևոր բանն է, որ պետք է հիշես։ Դու ասել ես ստուգելու կարիք չկա։ Չէի կուզում հիշել են ինչ եղել է, բայց ես չէի կարա հանգիստ լինեի։ Ես պետք է իմանայի, ես պետք է ճիշտը իմանայի։ Ես չեմ խառնվի այս հարցում։ Եթե ուզում ես Մարիային դու ասա։ Ուզում եմ իմանաս, որ երեխեն քոնն է։ Ես արդեն կասկած չունեմ։ Օֆան ասում էր, որ շատ կարևոր բան ունի ասելու։ Էս էր։ Չէ, էլի բան ունի ասելու։ Բայց ես Օֆային վաղը տանում եմ երկրից։ Տանում եմ բուժման կուրսեր անցնելու։ Այս շատ կարևոր բան է, պետք է Մարիային շտապ ասել։ Մենք հիմա այստեղ ենք, մենք քո ծնողներն ենք, որովհետև ընտրեցինք սիրելը։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ցավը դրանից ավելի ուժեղ էր։ Բայց մի կարևոր բան էլ ընտրեցինք։ Իրար ասել, ես քեզ հավատում եմ, իսկ դու կարող ես սխալվել ինչքան որ սիրտդ կուզի։ Մենք միասին ենք ուղղելու քո սխալները։ Սա հեշտ ճանապարհ չէր, բայց ես հիմա հավատում եմ, որ ամենամութ գիշերներից հետո են լինում ամենալուսավոր առավոտները։ Ու արցունքներից էլ մի վախեցիր երբեք, որովհետև լացում են ուժեղները, ու ուժեղներն են կարողանում արցունքների միջից ժպտալ նոր բացվող առավոտներին։ Մի հանձնվեք, մի թողեք, որ անցյալը տանի այն, ինչից պիտի ապագան կառուցեք։ Սովորեք ներել, բայց մի մոռացեք ստացած դասերը։ Սովորեք սիրել մարդկանց, բայց առաջինը ինքներդ ձեզ։ Ես դեռ սովորում եմ, բայց հիմա առանց վախենալու։